Ինտերվենցիոն թոքաբանություն, վաղ ախտորոշման և նվազ-ինվազիվ բուժման ժամանակակից մոտեցումները։ Թոքաբանների ասոցիացիայի առաջին կոնգրեսը համախմբել է ոչ միայն թոքաբաններին ու կրծքային վիրաբույժներին, այլև այն մասնագետներին, որոնք առնչվում են թոքաբանության հետ, այդ թվում սրտաբաններին և թերապևտներին։ Սա առաջին կոնգրեսն է և մենք ուզում ենք բարձրաձայնել, որ թոքաբանությունը կարևոր մասնագիտություն է, ցավոք սրտի Հայաստանում թոքաբանների բանակը այդքան էլ մեծ չէ, սա խնդիր է, որը պետք է լուծել առողջապահության նախարարության հետ։ Մենք ունենք ընդամենը մոտ 20 թոքաբան, որոնց հիմնական մասը աշխատում է Երևանում և մերձակա քաղաքներում, մենք ունենք շրջաններ, որտեղ չկա նույնիսկ մեկ թոքաբան, մենք ունենք միսիա, որպեսզի մենք այստեղ գրավիչ դարձնենք թոքաբանությունը և մենք ունենանք թոքաբանների լայն բանակ։ Քննարկումների առանցքում թոքերի ինտերստիցիալ հիվանդություններն են։ Նշում են, խնդիրը սովորաբար ախտորոշվում է ուշփուլում, երբ բուժառուին օգնել գրեթե հնարավոր չէ։ Հիվանդությունը կարող է երկար տարիներ համր ընթացք ունենալ և հանկարծ դրսևորվել շնչառական անբավարարությամբ։ Ես այսօր խոսելու եմ թոքաբանական հայտնաբերումների ինտերպրետացիան թոքային կամ այսպես կոչված կրծքային վիրաբույժի տեսանկյունից, որը շատ կարևոր է, խոսելու եմ այն մասին, որ այդ դիալոգի ընթացքում թոքաբան և թոքային վիրաբույժ մենք չպետք է մոռանանք ուրիշ մասնագետներին, շատ կարևոր ևս մասնագետներ կան, որոնց եթե մենք չընդգրկենք այս ախտորոշման ընթացքում, իրականում ավելի վատ արդյունք կարող ենք ունենալ, ու ես խոսելու եմ այդ ծրագրի զարգացման ուղղությունների մասին։ Մասնագիտական նվաճում են համարում, որ Հայաստանի թոքաբանների ասոցիացիան դարձել է Եվրոպական ռեսպիրատոր միության լիարժեք անդամ։ Այս տարի մեզ առաջարկել են կնքել կոնտրակտ 5 տարով և դա նշանակում է, որ մեր մասնագետները լինելով Եվրոպական ռեսպիրատոր միության անդամ, նրանց համար հասանելի է լինելու ամեն մի նորություն, ինչ կա աշխարհում, նրանց համար հասանելի են լինելու տարբեր սեմինարներ, վեբինարներ և այլն և այլն։ Երևանյան կոնգրեսի մասնակիցները կստանան 11 շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտ։ Նարեկ Ոսկանյան, Արամ Հարությունյան, լուրեր։